Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Փաշինյանն արձագանքել է Տիգրանի ընտանիքի կողմից գրված նամակին, սակայն նա այդ պատասխանն առայժմ չի հրապարակվել հանրայնորեն, ինչը նոր հարցերի ու անորոշության ալիք է առաջացրել հասարակության շրջանակներում։ Ընտանիքը, հարազատները, համացանցային օգտատերերը սպասում են իմանալու, թե ինչ դիրքորոշում ունի երկրի ղեկավարն այսքան ցավոտ հանրային հետաքրքրություն ունեցող խնդրի վերաբերյալ։ Երբ վարչապետին ուղղված նամակում բարձրացվում են նման լուրջ հարցեր սկսած որոնողական աշխատանքների ընդլայնումից մինչև արբանյակային տվյալների ուսումնասիրություն, հանրության ակնկալիքն է, որ պատասխանը պետք է լինի բաց, հստակ և հասցեական։ Բայց այս պահի դրությամբ պարզ չէ, արդյոք վարչապետի պատասխանը եղել է պաշտոնական գրություն, բանավոր խոստում, թե ուղղակի փոխանցվել է միջնորդավորված տարբերակով ինչ-որ կառույցի միջոցով։ Ընտանիքը հույս ունի, որ իրենց ձայնն իսկապես հասել է ճիշտ հասցեատիրոջը և որ պատասխանը լինելու է գործողությունների տեսքով, ոչ թե միայն բարոյական աջակցության։ Ավելին, Մարմարիկի բնակիչներն, ովքեր արդեն օրեր շարունակ կողք կողքի են կանգնած Տիգրանի ընտանիքի հետ, նույնպես ուզում են վստահ լինել, որ պետական մակարդակով արվում է ամեն հնարավորն ու անհնարինը։ Նրանք ընդգծում են, սա միայն Տիգրանի ճակատագիրը չէ, սա պետական վերաբերմունքի և մարդասիրության չափանիշ է։ Արդյոք հանրությունը երբևէ կտեսնի այս պատասխանը, դեռ հարց է, բայց այն, որ հանրային վստահությունն ու համերաշխությունը պահանջում են թափանցիկություն ու հստակ պատասխաններ, միանշանակ է։ Տիգրանի ճակատագիրը, ցավոք, շարունակում է մնալ հանելուկ, իսկ վարչապետի պատասխանն առայժմ անհասանելի։ Փաշինյանի պատասխանը, եթե լինի ամբողջական, հստակ և հրապարակային, կարող է միաժամանակ մի քանի կարևոր ազդեցություն ունենալ հոգեբանական աջակցություն ընտանիքին և հասարակությանը։ Երբ երկրի ղեկավարը պատասխանում է ծնողների աղերսին, դա ընտանիքին տալիս է զգացում, որ իրենք մենակ չեն, այդ պատասխանը կարող է նաև հանգստացնել ու աջակցել այն մարդկանց, ովքեր ցավակցում են այս ողբերգությանը։ Վստահություն պետական համակարգի նկատմամբ, թափանցիկ, նախաձեռնողական և պատասխանատու արձագանքը կվերականգնի հանրության վստահությունը կառավարական կառույցների ու հատկապես վարչապետի նկատմամբ, ցույց տալով, որ իշխանությունն արձագանքում է ոչ միայն քաղաքական հարցերին, այլև մարդկային ողբերգություններին։ Իրական քայլերի հույս, եթե պատասխանն ուղեկցվի կոնկրետ քայլերի, խոստումներով, օրինակ որոնողական գործողությունների ընդլայնում, տեխնիկական միջոցների ներգրավում կամ արտակարգ աջակցություն ընտանիքին, դա կարող է բեկումնային լինել գործի ընթացքի համար։ Սահմանային ազդեցություն ապագայի դեպքերում։ Սա նախադեպ կդառնա, որ նման դեպքերում մարդիկ կարող են դիմել բարձրագույն ղեկավարությանը և սպասել արձագանքի, դա կարող է բարձրացնել քաղաքացիների հուզական անվտանգությունը։ Բայց եթե պատասխանը լինի անորոշ, կիսատ կամ ընդհանրապես անհասանելի հանրությանը, ապա այն կարող է ավելի մեծ հիասթափություն առաջացնել, խորացնել անվստահությունը և ուժեղացնել այն զգացումը, որ ցավը մնացել է անտեսված։ Տիգրանի անհետացման դեպքի կապակցությամբ Մարմարիկ գյուղի բնակիչները և հարազատները դիմել են ՀՀ վարչապետին, խնդրելով օգտագործել արբանյակային տվյալները երեխայի հնարավոր գտնվելու վայրը պարզելու համար։ Նրանք հույս ունեն, որ արբանյակային պատկերները կարող են օգնել հասկանալու, թե որ ուղղությամբ է շարժվել երեխան կամ բացահայտել այլ կարևոր մանրամասներ։ Հայաստանը վերջին տարիներին զարգացրել է իր տիեզերական հնարավորությունները։ 2024 թվականի մարտի 27-ին երկու հայկական արբանյակներ պաշտոնապես գրանցվել են ՄԱԿ-ի տիեզերական օբյեկտների ռեգիստրում։ Նույն տարվա հունվարին ստեղծվել է Գեոկոսմոս արբանյակային տվյալների ընդունման կայանը, որը հնարավորություն է տալիս ստանալ և վերլուծել երկրի մակերևույթի բարձր լուծաչափով պատկերները։ Չնայած այս տեխնիկական հնարավորություններին, դեռևս պաշտոնական տեղեկություն չկա այն մասին, թե արդյոք արբանյակային տվյալներն օգտագործվել են Տիգրանի որոնողական աշխատանքներում։ Հասարակությունն ակնկալում է, որ պետական մարմինները կօգտագործեն բոլոր հասանելի ռեսուրսներն, այդ թվում արբանյակային պատկերները երեխայի գտնվելու վայրը պարզելու համար։ Հնարավոր է, որ արբանյակային տվյալների օգտագործումը կարող է նոր ուղղություններ բացել որոնողական աշխատանքներում, հատկապես հաշվի առնելով Մարմարիկի բարդ տեղանքը։ Հասարակությունը սպասում է պետական մարմինների կողմից այս հարցում հստակ քայլերի և տեղեկատվության տրամադրման։ Արբանյակային տվյալներով հնարավոր է որոշակի չափով օգնել Տիգրանի գտնվելու վայրի որոնմանը, բայց դա կախված է
մի քանի կարևոր պայմաններից։ Հայաստանի օգտագործած արբանյակները ունեն միջին լուծաչափ, որը կարող է թույլ տալ նկատել մարդ կամ մեքենա բաց տարածքներում, բայց 2 տարեկան երեխայի տեսանելիությունը, հատկապես անտառներում, բարձր խոտի կամ թփուտներում չափազանց բարդ է նույնիսկ բարձր տեխնոլոգիաների համար։ Պատկերի ստացման ժամանակից։ Որոշման ճշգրտությունը բարձր է, եթե պատկերն արվել է հենց անհետացման պահին կամ դրան շատ մոտ ժամանակում։ Եթե պատկերներն արվել են 1 օր կամ ավելի ուշ, դրանք քիչ բան կարող են տալ։ Իհարկե, նաև տարածքի տեսանելիությունից է կախված, արբանյակը չի տեսնում տանիքների կամ ծառերի տակ։ Եթե Տիգրանը գտնվել է գետնի վրա փակ տարածքում, ապա արբանյակը թեկուզ բարձր լուծաչափով նրան ֆիքսել չի կարող։ Տվյալների վերլուծության որակից։ Ստացված պատկերները պետք է վերլուծեն փորձառու մասնագետներ, համադրելով տեղագրական տվյալների, գետային հոսքերի ուղղության, բնակելի տարածքների հետ, և այսպես եզրակացություն։ Արբանյակային տվյալները կարող են օգնել, որպեսզի բացառեն որոշ ուղղություններ, որպեսզի հաստատեն, թե օրինակ որևէ տարօրինակ շարժ կամ մեքենա եղել է այդ օրը, բայց դրանք գործնականում չեն ապահովում 100% գտնում, հատկապես նման դեպքերում, երբ խոսքը փոքր երեխայի մասին է։